Շնորհակալություն, պարոն Փաշինյան, այնուամենայնիվ ես կուզենայի, որ դուք անդրադառնայիք Սուրբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, ինչ է կատարվել, որովհետև փաստաբանը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, որ ձեր անվտանգության աշխատակիցը հարվածում է 18-ամյա երիտասարդին։ Վստահաբար տեսել եք այն արձագանքները հասարակական, որոնք տեղի են ունեցել այդ օրերին եւ դրանից հետո տեղի ունեցող զարգացումներին, ինչպիսին է ձեր անմիջական արձագանքը տեղի ունեցածին, եւ եթե ես կրկնեմ, որ չեմ արտարացնում որևէ տեսակի բռնություն, բայց եթե 18-ամյա երիտասարդը կալանավորված է, ինչու նրան հարվածած ՊՊՑ աշխատակիցը, այս դեպքում ձեր անվտանգության աշխատողը կալանավորված չի։ Հարգելի գործընկերներ, դուք շատ տարօրինակ հարց եք տալիս։ Դա ես նախ չեմ տեսել ինչա տեղ ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ որ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, ինքը կարող է հարվածել, ինքը կարող է ուժ գործադրել, Աստված չանի սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել, այսինքն ձեզ համար պետական պահպանության ծառայության աշխատողը ինչ է ամենայն հարգանքով բոլոր մասնագիտությունների նկատմամբ։ Պետական պահպանության ծառայության աշխատողը նրա համար է, որ երբ որ կա իրավիճակ, ուժ գործադրի, ինքը բոլոր լիազորությունները ունի։ Իրավիճակը սրվի, անհրաժեշտության պարագայում կարա զենք գործադրի։ Դա ձեզ համար նորություն է, բա հետո երբ որ այդ աշխատանքը չանի, այդ պետական պահպանության ծառայողի աշխատողի դեմ է քրեական գործ հարուցվելու, ինքը կարա հայտնվի բանտում իր ծառայական պարտականությունները չկատարելու համար։ Եվ երբ որ որևէ մեկը գործողություն է անում, ինքը բեջ չունի, որ ինքը 18 տարեկան է կամ առողջական խնդիրներ ունի, կամ չգիտեմ, այլ կարգի խնդիրներ ունի, եւ ծառայությունը պետք է իրականացնի իր գործառույթները։ Եթե այդպես չլինի, այդ ծառայությունը անիմաստ կլինի, եւ երկրորդը ես չեմ հանդուրժի, որ Հայաստանի Հանրապետության որևէ ծառայություն իր պարտքը, իր ծառայությունը չկատարի։ Բացառված բան է, կլինի ոստիկանություն, կլինի պետական պահպանության ծառայություն, կլինի բանակ, կլինի ազգային անվտանգության ծառայություն։ Բա ինչ պետք է աներ։ Այսինքն պետք է հրավիրեր սրճարան սուրճ խմելու։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Այսինքն ես ինչքան հասկանում եմ, այնց է հարվածել, որ տենց նույնիսկ մարմնական վնասվածքներ բան չեն ստացել։ Բայց ինքը լիազորություն կարող էր ցանկացած մարմնական վնասված ստանալ։ Բայց իր ծառայության իմաստն է, որ երբ որ կա հարցակում կամ հարցակման վտանգ, ինքը գործի։ Եվ ինքը պետք է դա իմ աշխատանքը չի գնահատել, պետական պահպանության ծառայության աշխատանքը, դա ընդհանրապես իմ աշխատանքը չի գնահատել հարցակումը, հարցակում չի, պետք է գործել, պետք է չգործել, պետք է կրակել, պետք է չկրակել, պետք է վնասազերծել, պետք է դա իմ աշխատանքը չի։ Այդ ամբողջ ծառայության իմաստը եւ նպատակը եւ բովանդակությունը իրադրությունը գնահատել եւ իսկ իրադրություն գործելն է։